Մենք վերադարձանք տաղավար, սիրելիներս, այսօր շատ հետաքրքիր պես սկիզբ ունեցանք, խոսեցինք մեր նոր գարնանային եթերաշրջանից, նույնիսկ անոնսը դիտեցինք, ինչ հաղորդումները դերասանուհիների անդրադարձանք, հոբելարներին, իսկ հիմա էլ ամենակարևորագույն թեմաներից մեկին ենք ուզում անդրադառնալ, դա մեր առողջությունն է, հատկապես որ մենք ունենք հրաշալի առիթ, հենց մասնագետների հետ խոսել մեր տաղավարում, ես շտապեմ ներկայացնեմ թեման Վահե Մելիքսեթյան հիմնադրամը եւ Viva բարեգործական հիմնադրամը հենց այսօր մարտի 9-ին կազմակերպել են բազմադեղանշանակում եւ կլինիկական դեղագիտություն, արդի մոտեցումներ եւ գործնական լուծումներ թեմայով մասնագիտական սեմինար։ Այս ամենի մասին շատ մանրակրկիտ արդեն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն արդեն մեր տաղավարում են բժշկական գիտությունների դոկտոր Օսլոյի մետրոպոլիտեն համալսարանի պրոֆեսոր Յուրի Կիսելևը եւ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ես առաջարկում եմ մեր զրույցը սկսենք այնտեղից, քանի որ Վահե Մելիքսեթյանի հիմնադրամով ենք այս ամեն ինչի շուրջ հավաքվել նաեւ շնորհիվ։ Հիմնադրամի մասին մի փոքր ինչ պատմենք, որովհետեւ այս 6 տարիների ընթացքում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, այդ թվում նաեւ այսօրվա սեմինարը։ Շատ շնորհակալ եմ հրավերի եւ այս հնարավորության համար։ Մեր հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին իմ եղբոր Վահեի անունով, ով 44-օրյա պատերազմի ժամանակ իր կյանքն է զոհաբերել իր զինվորների կյանքերը փրկելու համար, եւ մեր հիմնադրամը ստեղծեցինք Վահեի մասնագիտական երազանքը ասեմ, նպատակը ասեմ, կյանքի կոչելու համար։ Պիտի ասեմ, որ այս 5 տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք են կատարել ի շնորհիվ մեր թիմի, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Մենք բազմակողմանի մի քանի ուղղություններով ծրագրեր ենք իրականացրել, 57 միլիոն դրամից ավելի գումար ենք ներդրել կրթության, գիտահետազոտական աշխատանքների վրա, մեր շահառուների թիվը հատել է 100-ը։ Եվ ինչպես նշեցի, մեր հիմնադրամը ունի հստակ առաքելություն Վահեի մասնագիտության, կլինիկական դեղագիտության զարգացումը խթանել Հայաստանի Հանրապետությունում, արտասահմանում ավելի ուժեղ առողջապահական համակարգեր ունեցող երկրներում կլինիկական դեղագետները շատ պահանջված են եւ շատ կարեւոր դեր ունեն։ Մեզ մոտ ցավոք դեռևս սաղմնային այսպես ձևավորման փուլում է այդ մասնագիտությունը եւ մենք որպես հիմնադրամ հետազոտություններ իրականացրեցինք հասկանալու համար որտեղ ենք, եւ ուր ենք ուզում հասնել եւ ինչ է պետք անել այդ ծրագրերը իրականացնելու համար, ու առանձնացրել ենք մի քանի ուղղություններ, մեկը կրթական բլոկն է, կրթական բարեփոխումներ, երկրորդը մասնագիտության տարածման, եւ այս առումով նաեւ շատ կարեւոր է մեր հանդիպումը եւ պետական աջակցության մասով 3 ուղղություններով էլ մեր հիմնադրամը ճիշտ է համեստ, բայց աշխատանքներ իրականացնում է ու այսօրվա մեր սեմինարը մեր գործընկերոջ Viva բարեգործական հիմնադրամի հետ համատեղ մենք իրականացնում ենք, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր բժիշկ Կիսելովին, ով այսօր այստեղ է Հայաստանում է ոչ առաջին անգամ ու նմանատիպ սեմինարը համագործակցություն արդեն իսկ եղել է։ Այո, համագործակցություն արդեն իսկ եղել է։ Սա ձեր առաջին ծանոթությունը չի, հանդիպումը չի եւ համագործակցությունը չի։ Ոչ, եթե չեմ սխալվում, սա մեր 3-րդ համագործակցությունն է։ Անցյալ տարի մենք Մադրիդում համահայկական բժշկական կոնգրեսի շրջանակներում նույնպես Յուրին մեր հյուրերից մեկն էր, մեր բանախոսներից մեկն էր։ Յուրին շատ ակտիվ մասնակցում է ոլորտի զարգացմանը ոչ միայն արտասահմանում, այլ նաև այստեղ Հայաստանում, ինչի համար շնորհակալ եմ եւ իրեն եւ մեզ ծանոթացնող Viva բարեգործական հիմնադրամին։ Ես առաջարկում Յուրի հետ արդեն շարունակենք խոսել հենց այս ուղղությունների մասով, օրինակ շատ հետաքրքիր է անկեղծ թե կլինիկական դեղագիտության կարևորությունը առասարակ բժշկության մեջ, ինչու է կարևոր եւ ինչով է կարևոր։ Ես երևի թե նախ եւ առաջ մի այսպիսի պարզ օրինակ կբերեի։ Երբ մենք օրինակ խոսում ենք տարեց մարդկանց մասին, ովքեր հաճախ շատ տեղեր են օգտագործում տարբեր հիմնադրությունների դեմ եւ երբեմն էլ չափից շատ տեղորայք, կամ մի ընդհանուր օրենք։ Յուրաքանչյուր նոր խնդիր տարեց մարդու մոտ միշտ կամ գրեթե միշտ կապված այն
դեղորայքի հետ, որը նա օգտագործում է քան թե նոր հիվանդության հետ։ Եվ սա երևի թե շատ լավ օրինակ է, որը բացատրում է, թե ինչու է այս ոլորտը այսքան կարևոր, որովհետև եթե մենք կարողանանք կարգավորել մարդկանց ճիշտ տեղ օգտագործումը եւ դեղերի նշանակումը բժիշկների կողմից, մենք կխուսափենք մի շարք խնդիրներից, որոնց բախվում ենք ամեն օր։ Օրինակ, ըստ տվյալների յուրաքանչյուր 4-րդ հոսպիտալացում տարեց մարդու։ Դա սխալ դեղ ընդունման պատճառով է, կամ սխալ նշանակված դեղորայքի, սխալ դեղաչափի, սխալ համադրությունների։ Մենք գիտենք, որ օրինակ առողջությանը հիվանդանոցներում վնաս հասցնելու գրեթե կեսը տեղի է ունենում դեղորայքի պատճառով, այսինքն ոչ թե սխալ վիրահատության կամ վարակի պատճառով, այլ սխալ դեղորայք նշանակելու։ Սա մեծ վնաս է, որը մենք կարող ենք կանխարգելել։ Եվ հետևաբար, ինչպես կարող ենք սա կանխարգելել, պետք է լինեն հատուկ մասնագետներ, որոնք պետք է ամեն օր դրա հետ աշխատեն։ Այն նորը, որ մենք փորձում ենք բերել Հայաստան, այն է, որ կան շատ տեղագետներ, մարդիկ ում հանդիպում ենք օրինակ դեղատներում, պետությունը սովորեցնում է, մասնագիտություն է տալիս, այսինքն մարդ, ով 5 տարի միայն զբաղվել է դեղորայքով, ինչքան շատ բան գիտի նա դրա մասին։ Չէ՞ որ բժիշկները միայն 1 տարի են ուսումնասիրում դեղագիտությունը եւ ամեն մեկը ինչ որ չափով է հիշում ինչ որ բան։ Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի դեղագետները օգտագործեն ոչ միայն դեղատներում, այլ նաեւ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ինչպես որ արևմուտքում է, որպեսզի այս ռեսուրսը, որը նախապատրաստված է, գիտելիք ունի, օգուտ բերի ոչ միայն դեղորայք վաճառելով դեղատներում, ինչը նույնպես կարևոր է, բայց նաեւ աշխատելով պացիենտների հետ։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք ինչ եմ ուզում հասկանալ, այսինքն բազմադեղանշանակման տեսանկյունից, եթե մենք կարողանում ենք դեղատնից որոշ դեղեր գնել, որոնք բժշկի ցուցման կարիք չունեն, այսինքն սա բերում է նաև խստացման, որպեսզի դեղատներում նույնիսկ այն սովորական դեղերը, որոնք որոշակի ռեակցիա են ստեղծում համադրման պարագայում, դառնան բժշկի ցուցումով, ճիշտ եմ հասկանում։ Да. Скажем так, строгое соблюдение тех правил, которые есть. Այն կանոնների խիստ հետևումը, որոնք գոյություն ունեն, այսինքն այն դեղորայքը, որոնք նշանակումով են վաճառվում, կարևոր է։ Ես գիտեմ, որ Հայաստանում այս առումով մեծ առաջընթաց կա, օրինակ հակաբիոտիկները այդքան էլ հեշտ չի այլևս գնելը, ինչը կարևոր է, որովհետև դրանց ազատ վաճառքը կարող է շատ տխուր հետևանքների բերել։ Պարզապես դա այնքան էլ նկատելի չէ այն մարդու համար, ով հիմա կանգնած է դեղատանը եւ վաճառում է, բայց տեսանելի են հիվանդանոցներում աշխատողների համար։ Սակայն այս սահմանափակումները ամենը չեն։ Իրականում նույնիսկ այն ամենը, որ վաճառում է ռեցեպտով, չէ որ շատ են դեղորայքը, շատ են դեղատեսակները եւ միշտ չէ, որ բժիշկները հստակ գիտեն, թե ինչպես նշանակել այդ դեղերը, ինչը կարելի է համադրել ուրիշ դեղի հետ, ինչին պետք է հետևել։ Միշտ չէ, որ օրինակ ժամանակի սղության, ուժերի սղության պատճառով բժիշկը կարողանում է մտածել, միգուցե այս դեղորայքը ընդհանրապես չարժե նշանակել այս մարդու, միգուցե ես նրան էլ ավելի վատ վնաս հասցնեմ։ Եվ այս առումով բժիշկների կրթությունը նույնպես շատ կարևոր կողմ է, այսինքն ոչ միայն վերահսկողությունը, այլև կրթությունը։ Ես ճիշտ եմ հասկանում, այսինքն այսօր իմ մայրը մի քանի այսպես տոպրակներով անկեղծ եմ ասում, տես դեղորայք ունի։ Ինքը առավոտյան 8-ից պետք է սկսի սա խմել, հետո սա սրա համար խմել, իսկ նա պետք է խմի նրա համար, որտեվ սա պետք է սենս լինի, իսկ ու խճճվում եմ անկեղծ, շատ հաճախ մենք եղբայրներով խճճվում ենք, նույնիսկ այդ դեղը ինչ-որ, բայց քանի որ մասնագետներն են, պրոֆեսորներն են, չգիտեմ, խորհուրդ տվողը եւ նշանակողները, մենք դրա համար այդ տոպրակով դեղերով մանենք գալիս։ Իսկ այս գիտության եւ նաեւ մասնագիտության շնորհիվ պարունակությունը գնալով կնվազի բուժառուների մոտ։ Պարունակությունը կնվազի, ծախսերը կնվազեն։ Դե դալի ինչ խոսքի դերթին։ Իհարկե, ես շատ կարևոր բան եմ ուզում ընդգծել։
կլինիկական դեղագետի մասնագիտությունը իհարկե շատ կարևոր է, դա անվտանգության մասին է պացիենտի, բայց նաև ծախսային արդյունավետության մասին է։ Այսինքն դեղերը, որոնք համադրման ժամանակ արդյունավետ չեն գործում, դեղերը, որոնք վտանգավոր են, կան նոր դեղեր, որոնք փոխարինում են մի քանի 3-4 դեղերի ու այս շղթայի մեջ կլինիկական դեղագետների ներգրավվածությունը թույլ է տալիս գումարներ խնայել պացիենտի տեսանկյունից, եթե վճարողը պացիենտն է, հիվանդանոցի տեսանկյունից, եթե այդ մարդը նորից հիվանդանոց չի գալիս նույն խնդրով կամ ինչպես իմ գործընկերը նշեց, այլ դեղից ստացված խնդրով, ինչպես նաև մեր ամբողջ առողջապահական համակարգը։ Այսինքն ինքը նաև այս մասնագետի ներդրումը հիվանդանոցում տնտեսապես արդյունավետ է։ Հիմքը հիմնականում կառուցված նրա վրա այս տեսության, որ կախված մարդու օրգանիզմից։ Եթե տվյալ դեպքում ես ունեմ մի փոքր հարփուղ կամ չգիտեմ թոքերիս հետ կապված խնդիր, սա ուղղակի գուցե անգրագետ օրինակ եմ բերում, մասնագիտական խիստ չդատեք ինձ։ Թոքերի հետ ինչ-որ մի հատ խնդիր ունեմ, ինձ նշանակվում է այս հաբը, բայց դա արդյոք իմ օրգանիզմին օգուտ կտա, թե ոչ, դա չի դիրապետում այսօր մեր բժշկությունը։ Ճիշտ հասկացա։ С одной стороны, у нас Տեսեք, на մի сегодня կողմից есть այսօրվա правила, դրությամբ մենք ունենք рекомендации, որոշակի основанные на կանոններ, научных ուղեցույցներ исследованиях, հիմնված международных, գիտական հետազոտությունների վրա, на мнении международных միջազգային организаций. կազմակերպությունների С կարծիքների другой վրա, стороны, как вы правильно բայց մյուս сказали, կողմից, мы всё ինչպես равно դուք должны ճիշտ применять ասացիք, эти մենք рекомендации միևնույնն է конкретным պետք է условиям. այդ ուղեցույցները կիրառենք կոնկրետ մարդկանց Хороший համար։ пример вы привели Դուք с իրականում мамой լավ и օրինակ пакетом лекарств. բերեցիք ձեր մայրիկի Проблема եւ դեղորայքի в том, տոպրակների что հետ։ в реальной жизни, Խնդիրն այն է, որ к իրական կյանքում сожалению, ցավոք этот սրտի пакет, այդ он փաթեթը пополняется для вашей мамы очень ձեր разными մայրիկի людьми. տարբեր Ей մարդիկ один են специалист լցնում одно назначил, մի другой մասնագետը другое, մի բան в է аптеке նշանակում, посоветовали մեկը մի третье, բան, и դեղատանը сказали, մեկ не այլ բան են покупать первое. խորհուրդ И в տալիս, ասում են итоге то, առաջինը что չգնել оказывается в եւ реальном пакете դրա у արդյունքում вашей այն реальной ինչ мамы, իրականում это այդ ձեր մայրիկի вообще не փաթեթում то, հայտնվում է что себе ընդհանրապես այն չէ, представляли ինչ իրեն первый доктор, պատկերացնում էր второй առաջի и բժիշկը, фармацевт երկրորդ вообще. բժիշկը Но уже եւ один դեղատան человек, աշխատողը։ Պետք է который մեկ может մարդ լինի, сказать, ով կարող է ասել. покажите, пожалуйста, ваш Ցույց пакет, տվեք, давайте խնդրում եմ ձեր посмотрим, տոպրակը, а что եկեք там միասին лежит. տեսնենք, թե ինչ կա И այնտեղ։ это реально так Եվ делается в իսկապես հենց европейской այդպես էլ практике. արվում է եվրոպական Они պրակտիկայում։ выкладывают эти Այսինքն таблетки на стол, շարում и են սեղանին специалист уже բոլոր դեղերը разбирается. եւ Так, մասնագետը а вот արդեն эти два հասկանում է։ лекарства, это Տեսեք, не այս хорошая химия, а вот это երկուսը вам իրար вообще հետ не չեն нужно. համադրվում։ А Այս մեկը ձեզ посмотрите, вам ընդհանրապես это պետք չէ։ назначили год Տեսեք, назад սա на մեկ տարի 2 առաջ дня. են ձեզ А вы նշանակել пьете 2 это օրով, всё իսկ еще. դուք դեռ Это մինչև հիմա классика. խմում եք։ И Սա вот такую դասական простую вещь վիճակ можно է сделать, եւ նման внедрив པարզ բան կարելի է профессию անել клинического фармацевта. ներդնելով И так это կլինիկական работает դեղագետի рутинно в մասնագիտությունը։ Соединенных Штатах, Օրինակ, во Франции, Միացյալ в Նահանգներում, Канаде, в Ֆրանսիայում, Կանադայում, Նորվեգիայում հենց այսպես է։ Շատ հետաքրքիր բան եք ասում, այսինքն դիցուկ մարդը գնում է նյարդաբանի մոտ, սրտաբանի մոտ եւ այլ եւ տարբեր մասնագետներից հավաքում է տարբեր դեղորայքներ եւ դրանց համակցման, զուգակցման ակտուալությունը մենք չգիտենք, արդյոք այդ դեղորայքները զուգակցվում են իրար հետ եւ կարելի է իրար հետ համակցել թե ոչ, բայց ինչպես է մեխանիզմը տեղի ունենում, ոնց ենք գտնում կլինիկական, դեղագետին եւ փուլերի տեսանկյունից ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Ես գնում եմ սրտաբանի մոտ կամ նյարդաբանի մոտ, այնուհետև գտնում եմ կլինիկական դեղագետ, ով ինձ կասի ես կարող եմ այս դեղերը զուգակցել, թե չէ։ Բարդ չի։ Իրականում այդպես չի աշխատում, ոչ թե դուք եք գտնում կլինիկական դեղագետին, կլինիկական դեղագետը նստած է հիվանդանոցում։ Գտնում է ձեզ։ Այո, գտնում է ձեզ ու ձեր նշած խնդիրները ինքը դուրս է բերում, ինքը տեսնում է այդ պացիենտը այլ հիվանդանոցի, այլ բժշկի մոտ ինչ դեղեր ունի, արդյոք այդ դեղերը համադրելի են այս հիվանդանոցի դեղերի հետ ու այդպես է համակարգը աշխատում, այնպես որ պացիենտը ստիպված չի լինելու գտնել, գնալ, զանգել, կան երկրներ անգամ, որտեղ կլինիկական դեղագետը զանգում է, ճշտում է, եթե հարկավոր է գնում է տեղում on-site, հա անգլերեն ասած, տեսնում է այդ տատիկ պապիկը դեղերը որտեղ են պահում, ինչ պայմաններում, տարբեր երկրներում տարբեր շրջանակներ կան կլինիկական դեղագետի, բայց մի բան միանշանակ է, որ այս մասնագետների ներգրավումը բերելու է լուրջ փոփոխությունների դրական իմաստով մեր առողջապահական համակարգի համար, ինչի ջատագովն էլ մենք ենք մեր հիմնադրամը ու մեր ընկերներն ու գործընկերները։
Ես կարծում եմ սա շատ կարևոր մասնակցություն է հատկապես մեր հայերիս համար եւ հատկապես եթե հաշվի առնենք, որ ամեն մեկը դա կլինի տան որևիցե մի անկյունում այն առանձին դեղատան մասին է խոսքը, այն որ տենց միշտ առնում ենք, դե լավ, տունը, թող մի երկու հատ էլ ավել առնենք ու վերջում չգիտես այդ դեղերը ինչ անես ու տենց հավաքվում է, էլի։ Ու դրա հետ մեկտեղ նաև մեր ավակ սերնդի երբեմն ընկալումը կամ ուղղակի տրամադրություն չունենալու համար իրենց ջանք չներդնելու համար մինչև վերջ որ ընկալեն բժշկին ոչինչ տղա ջան, դա էլ կվերցնենք, նա էլ կվերցնենք ու էլի կուտակում դեղերի, համ մեզ կլինիկական մասնագետը տեղագործական հայ այդ խորհրդի առումով, ոչ մեր հիվանդանոցում է պետք գալու, այլ նաև արդեն տան պայմաններով պետք է զանգել, մասնագետին հրավիրել տուն, որպեսզի տան հարցերում նույնպես օգնի։ Ես նաև կուզենայի հասկանայի, երբանից է հենց այս ուղղությունը սկսել զարգանալ մեր Հայաստանում ու կոնկրետ վստահ եմ, որ դուք եք հիմնադրամով հենց ճակերտավոր մեղավորները, որպեսզի շատ արագ զարգացում ունենա։ Երբանից է սկսվել ուշադրությունը հենց կոնկրետ այս մասնակցության նկատմամբ եւ ինչ տեմպերով ենք մենք գնում առաջ եւ երբ կունենանք այն ցուցանիշ, ինչի մասին քիչ առաջ խոսեց նաեւ Յուրի։ Իրականում առաջի քայլերը արել է եղբայրս 18 թվականին նախքան բանակ զորակոչվելը Վահեն իր ընկերների հետ հիմնադրել է մասնագիտական ասոցիացիան, ճիշտ է շատ փոքրիկ գործունեություն են հասցրել ծավալել, բայց այնուամենայնիվ եղբայրս իր մասնագիտության ջատագովներ ու գործուն քայլեր էր անում, ավելի մեծ աշխատանքներ 21 թվականից սկսած ենք իրականացրել, արդեն հիմնադրամի ստեղծման պայմանավորված, ձեզ պիտի ասեմ, որ այդ մասով ես այնքան էլ ռոմանտիկ չեմ կարծում, որ մենք շատ արագ արդյունք ենք ստանալու, բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ֆակտորներով, այո, իհարկե հետաքրքրություն կա, բայց ես միանշանակ գիտեմ, ես որոշել եմ, որ չենք հանձնվելու մեր հիմնադրամով, եթե պահանջվի տարիներ, տասնամյակներ, մենք պայքարելու ենք ունենալու համար այն դրական արդյունքները, որոնք ունեն մեր մյուս հարևան երկրները։ Տեսեք, շատ կարևոր խնդիր ունենք, մենք հիմա այսօր մի կողմից չունենք բավականաչափ մասնագետներ, մյուս կողմից էլ չունենք բավականաչափ աշխատատեղեր ու տնտեսագիտական լեզվով ասած շատ ունիկալ իրավիճակ է ստեղծված, մի կողմից պիտի խթանենք մասնագետներ պատրաստենք, վերապատրաստվենք, բայց մյուս կողմից էլ այդ մասնագետներին պատրաստում, վերապատրաստում ենք, պիտի աշխատեն հիվանդանոցներում։ Դրա համար մենք զուգահեռ նաև մասնավոր պետական կառույցների հետ ենք աշխատանքներ տանում, որպեսզի այս կարևոր մասնագետները կարողանան աշխատել։ Մեր մասնագետներից լավագույններին գործուղում ենք արտասահման, կարճաժամկետ վերապատրաստման կուրսեր անցնելու, գալիս են որոշ հիվանդանոցներ ընկալում են ու այսպես ասած կարտ բլանշ են տալիս այդ մասնագետներին, որպեսզի կարողանան այն ինչ որ արտասահմանում տեսել են, ներդնեն մեր երկրում ու մեր պացիենտների համար էլ ունենանք ավելի անվտանգ, արդյունավետ դեղաբուժման process։ Իսկ առողջապահության նախարարությունը կամ այլ առողջական հաստատություններ դրական են վերաբերվում հենց այս ուղղությանը։ Թե ըմբոստաբար մեզ պետք չէ սա։ Մենք գիտենք ինչ ենք անում։ Դրական են վերաբերվում, պատրաստական են եւ կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ գործուն քայլերով կտեսնենք իրենց պատրաստական։ Նաեւ աշխատատեղեր կունենանք։ Իհարկե։ Կան, ես պիտի նշեմ, որ կան պետական հիվանդանոցներ, որ հիմա արդեն ունեն կլինիկական դեղագետներ, այո։ Հրաշալի, մեզ ընդամենը մնում է ասել շատ շնորհակալություն։ Եթե ավելացնելու բան ունեք, սիրով կլսենք նաև ձեզ։ Եթե ինչ-որ մի բանի չենք հասել։ Մեզ արդյունավետ քննարկում եմ մաղթում այսօրվա մեր սեմինարին ու եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Կիսիլյովին Հայաստան գալու եւ մեր մասնագետներին ողջևորելու ու գիտելիքներ փոխանցելու համար։ Հատկապես որ սա արդեն երրորդ այսն է նրա։ Շնորհակալություն մեզ իրազեկելու նախարարին հերթին համար։ Մեր մամաների փոխարեն ինչ հարցեր ասես ձեզ տվեցինք։ Ձևակերպումը նույնիսկ մեր մամաների պես անհամբեր։ Գուցե ոչ շատ մասնագիտական սուր, ուղղակի որպես բուժառուներ կամ բուժառուների ներկայացնողներ։
Շատ շնորհակալություն ձեզ, լավ որ ենք մաղթում, մենք էլ ենք մաղթում, որպեսզի այսօրվա սեմինարը ձեր պատկերացմամբ հենց շրջանակներում անցկացվի, ամեն ինչ շատ ճիշտ, ինչի մասով նաև մենք վստահ ենք, որ հենց այդպես է կլինի։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, շնորհակալություն, որ մեզ սկսեցիք օրը։ Իսկ մենք սիրելիներս այս բանը կունենանք երաժշտական դատարկ, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։